Դա ձեզ ներկայացել է։ Գյուղնախարարն եկե ոչ մի լավ բան չասեց, սուտ խապեցին թողին գնացին։ Մենակ նպաստավոր ընտանիքների մի երկու պարատանում։ Գալիս են երկոր, ամեն մեկը 10 օրվա մեջ է երկոր ուզելա, ուղղակի ուզում են ժողովուրդ հանգստացնեն, մենք էլի հանգստենք, հացի պահանջա ուրիշ ոչ մի բան, մարդիկ ուտելու բան չունեն։ 2008 թվից, մենք այս սուտ խոստումները լսում ենք, 2008 թվից, այսօր ժողովրդին համբերելու տեղ չունի, ավելի լավ հարազնացնեն հանձնվեն Թուրքին, շատը մնացնեն Թուրքից դերը։ 270 կամ 300,000 պարատանություն հարել է, հապերել են մեր փողոցը արել ենք, այդ արմավիրի պարատանություն տրել։ Նախագահի և վարչապետին անմիջապես կարգադրեն հատուցում փող հատուցում Արմավիրի մարզի բոլոր գյուղական բնակիչներին, որոնք որ տուժվել են բնական աղետից ներկայացնեն վարչապետը թող չնստի տիկտիրիկ դրենա։ Վարչապետը նրան փախել է, մենք փակել ենք վարչապետի։ Փախել է, որ ասում եք ծախված եք թե չէ, ասեմ ներկայացել մենք նոր վարչապետին ինչ ենք արել։ Սաղին արել է։ Փակել ենք մուտքը սա։ Հրաժարական թող տա։ Իսկ այս ժողովրդի համար հնարավոր չի մի հատ հիմնադրամ բացել։ Այս ժողովրդին աջակցել որ չմեռնի։ Մենք ճամփա չենք ուզելու հաց ենք ուզելու։ Որ չմեռնի։ Ինչ ծրագիր է ներկայացնում։ Ինչ պահանջներ եք դրել երեխեք։ Աղջերը կներես։ Հայկական գենոցիդ, ցեղասպանություն։ Վարկեր ընդհանրապես չվերադարձնել։ Պետությանը։ Կոյնա 30% մեր կորգիստանա, ըտրը վարձը տան կուղացիներ իրանել չանել իմանա։ Չենք ասեմ 50% փոխհատուցել։ 25 տոննա խաղա վնասվել, ինչքան պետք է կողտասել մարդ։ Էդի է կարևոր։ Ես հիմա չեմ կարող ասեմ թե ինչքան, բայց հաշվել եմ 25 տոննա խաղողը 135 դրամով ցույց եմ տվել կառավարությանը, որ դու այսքան վնաս ես ստացել։ Այդ վնասի պայմաններում կառավարությունը ինչ է որոշելու, որ այդ մարդուն ինչ տան։ Իսկ վարկերի սառեցում կլինի։ Վարկերի սառեցման մասին էլ ամբողջությամբ ներկայացվել։ Այսօր որտեղ ձեր գյուղից երեք եկել։ Մեր գյուղը ո՞րն է երեք։ Լավ, վիրևը գիտի, որ 10 քանի հազար հեկտար վնասվել է։ Իսկ ինչ ժամկետներ են ասա ներողություն, ինչ ժամկետներում եք այդ քայլերը իրագործել։ Ժամանակ լավ չգիտեմ։ Իհարկե մարդիկ իմանան ինչ ժամկետներում սպասեն։ Ես իրենց կպատասխանեմ։ Չէ, մեզ է պատասխանեք։ Բանը Ինչ, ես լրագրող եմ եւ իրավունք ունեմ իրանց ներկայացամ հարց տամ ձեզ։ Օդի մեջ խոստալ պետք չի կետան։ Դե դրա համար որպեսզի օդի մեջ չլինի, ժամկետներ ասեք մարդկանց։ Դե պատասխան է։ իրանք սպասեն։ Միլիոնա իշխանել խապերն ես պայքարը շարունակելու։ Բացի պատասխանը չեք տանում, չէ՞։ Մի օր երկու ժամանակ։ Բայց ցավը տանը մարդկա հենց մի հնգած մեռնումա փող չունի էտա բժիշկի։ Հնգած մեռնումա փող չունի էտա բժիշկի։ Կամուրջ վարկյորներ։ Այսօր։ Ով դեզանից չեմ պահանջելու, ով չպահանջել են հասկանում, որ ես պահանջել եմ։ Երեք օր ես խաղողի այգի ունեմ։ Ոնց ոչինչ։ Այսօր խաղող կվաճառվի։ Այսօր չի վաճառվի, Էդեմ սիգարետ ենք ուզում, սիգարետ չեն տալու մարդին մեզ։ Մերկապայի մալացան շուկայում անցյալ տարի ես վաղտից չէր վաճառվում։ Բոլոկի կանաչի գիլասը ինչ էր վաճառվում։ Ուր է այսօր։ Ես հենց հիմա հենց ներկապայի եթե գիլաս ունենայի, 8 կարոկա գիլաս քաղի տանի 600 դրամով կծախեի։ Եթե մարդ ունի Ղարաբաղ ծառայում,
զանգեր պապա ինչա կատարվել։ Սա կարգուտ ավիրելա, կարեմ ես տունի Ժամկետների մասին հարցի չի պատասխանել։ Մեր բանի մոտից որ մեքենա կնման Ղարաբաղ։ Կիլոյին 500 դրամ փող նկար որ տաս ինձ անպայման։ Ձեզ անհանգստացնում է նկարելը։ Չեմ կարեմ մի բան իրավունքը մի խա։ Հանրային պաշտոնյա եք, բայց պաշտոնատար անձ եք։ Դուք յուրաքանչյուրը պարտավոր եք այս մարդկանց հոգսերի մասին հոգալ։ Ու իմ հարցերին էլ պատասխանել։ Դուք ձեր հարցերը գրավոր կուղարկեք կպատասխանեք։ Ես հանրային մարդկանց դեմ եմ հարց տալիս։ Դուք պետքա պատասխանեք այդ մարդկանց հարցերին։ Ես տեղակալն եմ Օրենքի համաձայն 5 օրյա ժամկետում կպատասխանեք։ Եկերի ձայներին ուզում, տվեք ձայները Սերժ Սարգսյանին, ուր ես բա, պարոն Սերժ Սարգսյան, ժողովուրդը սովի է մատնվում, մարիլը դես ինչա կատարվում, բա եկերի ձայնիր ուզում։ Բրծավ, է 4 տարի ժողովրդին մասատեր չկա, դնում մինչև մյուս ընտրությունները։ Ընտրությունից ընտրություն են մինակ ժողովրդին ճանաչում։ Դա ո՞ր պահենք մեր նավարան, մեր ընտանիքը ո՞ր պահենք։ Չեն կարում այդ հանգի ինչ գողություն ունենք, այդ համ թալնենք, այդ մարդը չենք մենք չեն կարա։ Ինչ ենենք, նայեք երկեր ժողովրդին, ըսի խառը ամբողջ չէ, ոչխարների հոտ չեսի, ժողովուրդը պահանջում է իրա դուժը վնասը բնական աղետը որ եղել է, վсё, մի տրեք ձեզի լավ տղուտ եք սաղատնվել։ Լուրջ քննարկման առարկա են դառնալու կառավարությունը։ Ուրբաթորներ իմիջիալոց ազգային ժողովում արդեն խոսումներ առաջ կա երկու մենք դեռ անպայման ես կարծեմ մի շաբաթ կասնենք ինչ ենք անելու ու այդ հասարակական խմբի հետ նստել ենք անընդհատ աշխատել պայմանով հասարակական խումբը հիմա Շատ բարի։ Խնդրում ենք մի բան անանել, ժողովրդից առնել։ Մի րոպե։ Արդեն մենք նույն հարցը Արա թույն եկեք ճանապարհը բացեք։ Ճանապարհը բացեք, Անցեք։ հավատում եք ինչեր եք։ Պարոն Մարսպետ, ուղղակի թող գնեք սովետ խոսել է։ Չեմ արձագանք։ Թող մի հատ լուծումը գտնեմ որ Մանան էլի։ շատ լավ գիտեմ։ Մեր մասպետի խոսքը միշտ շատարվել է։ Ասել եմ եմ լսում եք։ Բաղրամյան փողոցից Շաբթի օրը կառավարության նիստով արդեն լուծում Դու մի կազմակերպի։ Շատի օրը։ Եղելով գնացել։ Արա ինչ շատի չլուսում եք դիգա։ երկու րոպե կտրամադրեք ինձ։ Պարոն Գևորգյան։ Իմ ասածը ուրիշ է։ Ես Պարոն Մարսպետ, թող մենք ձեր խաթեր եք այս հարցը։ Պարոն Գևորգյան։ Մինչև այդ լուծում տվեցին դուք իմ Տղաներ ասեցի, որ 5 շաբթի օրը դուք պատասխան կլսեք։ Ձեզի հարգելով Պարոն Գևորգյան։ Բայց պատասխան ոչ դրական պատասխան կտա։ Ուրեմն ոչ դրական պատասխան կտա չի գոհացնի։ Այդ ժամանակ դուք մտածեք։ Որից կանենք Ես կհավաք։ Ուրեմն բոլոր հարցերը 100% լուծում չի լինի, բայց ոչ միանշանակ ձեր կողքին կանգնեն եւ պարոն Գևորգյան որոշակի լուծումներ կլինի համոզված եմ։ Պարոն նախարար, ինչեր հիշապտի հարցին ուրեմն ամսովս է փակը Թեկուզ ֆինանսական Արշանել եմ 1 միլիոն, իմ եկամուտը չեմ հաշվում։ Հասկանալի։ Ես ինձ ծախսել եմ Թողեք ժուրնալիստները հարցերը տան։ Եթե հիշապտի օրը ոչ մի բան նախարար, բայց միջև այս օրը ասեք ինչի համար չեք արձագանքը։ Խոսում եք դեր երկրորդ օրը հարցը գլուխ։ Դու մեզ անավելի մարդիկ հանձնաժողովները 49 հանձնաժողով աշխատանքի, բայց ոչ թե ասել եմ հարցը գլուխ, ասել եմ պետք է ամփոփենք, որպեսզի վերջնական եզրակացության հանգենք։
ենք։ 49 հանձնաժողով մի շաբաթում այդ տվյալները ամփոփել են։ Երեք ամբողջ օրը մարզպետարանում նստածին ղեկավարությամբ լրիվ տվյալները անել ենք, ամփոփել ենք վնասի չափը, տնտեսությունների չափը, ներկայացել ենք կառավարություն։ Հիմա այսօրվանից քննարկում է գնալու կառավարություն, թե ինչ ձևով պետք է օգնենք ձեզ։ Մեկ էլ ասենք 5 շաբթի օր այդ ամենի վերաբերյալ կառավարությունում կբարձրաձայնվի։ Հասկանամ, կների մայդան, բայց մի չեմ հավատում։ Երկու անգամ համ դուք եք խոստում ամեն մեր արմավնի մարդ բան ես, մարզպետը։ Դու մարզպետը խոսքը չի արել, անկեղծ ասում եմ։ Մարզպետն էլ ես եմ այդ հարցը։ Ալաշես ջոն որպեսզի այդ Եթե իր շամպիոնը ձեր խոստումը չկատարիք, հրաժարական ես տալու դու։ 20 միլիոն տվեց Զուքարյան դրեց շրջանայինի վրա։ Բա ուրա։ Ժողովուրդը սոված կոտորում է 22 տարեկան տղեն, հիշությունների տեղ չկատարի։ Բա ուրա ընտանիք կազմեք ամուսնանան։ Մի ամիս առաջ Մոսկվայից եմ եկել, ուրա աստե զակոն չկա։ Քիչ որ խոսում են բերան եք փակում, ազատ խոսք իրավունք Հայաստանի Հանրապետություն։ Օրենքից էլ ենք լավ հասկանում, ինստիտուտել ենք ավարտել։ Մեր լավ ու վատը չենք հասկանում, որ Ես նախարարին ասել եմ, նախագահ վարչապետ, որ Արմավիրի մարզի բոլոր համայնքներում 40-45 համայնքներում բնական աղետի պատճառով բոլորը տուժվել են, բոլորը վնասվել են։ Վիճակը շատ ահավոր է, ցեղասպանությունից բետար։ Նախարարն ասում է, Պարոն նախարարն ասում է, որ սրա լուծումը ես մարզպետին ասել եմ 2 օր ժամանակ էր տրել, ոչ մի բան չեղավ։ Եթե դրական լուծում պետք է լինի, ես ձեզ եմ ասում, ես իմ փայով չեմ խոսում, ժողովուրդ։ Եթե դրական լուծում պետք է լինի, տվեք դրական լուծում։